Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 9-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար։ Տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք առնետներին։ Մեկ րոպե։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 9-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը տատանվում եք, ինչ-որ տղայի հետ է կապված կամ մտածում եք դիմեք, չդիմեք, խոսեք, չխոսեք, ինչ-որ գնաք, չգնաք, ոնց որ այդպես, այո կամ ոչի նման է։ Ամենայն դեպս ինչ-որ տղայի հետ է դա կապված, երիտասարդ տղայի է։ Նաև այստեղ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, կարծես թե հիվանդանոց է, բժշկական ոչը կենտրոն է, այնտեղ օձեր կան, ինչ-որ բաներ կարող չեն ուզում անել, կամ չեն ուզում անել դրա համար է կարող ձեզ մոտ գլխացավ է սկսում կամ նյարդայնանում եք։ Կարող է ուսման կենտրոն է, նաև մեկ այլ պետական կենտրոն է, այնտեղ կարող է ուղղակի այդ օձերի պատճառով մի փոքր ձեզ վատ զգաք։ Ելք եք փնտրում ինչ-որ հարցին լուծում տալու համար եւ հեռախոսազանգ ունեք, կամ դուք եք զանգահարելու կամ ձեզ կզանգահարեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 9-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ոչ հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնելու, շատ իր եղեք, հա, որպեսզի բաց չթողնեք ձեր ձեռքից։ Ինչու եմ միշտ այսպես իմ քարտերը թիկ։ Ուրեմն, նաև հեռախոսազանգ ունեք այդ օրը եւ ոչ նամակ կստանաք, ոչ տեղեկատվություն, որը ձեզ համար լուսավոր կետ է լինելու, ոչ մի լուսավոր բան է տեղի ունենալու այդ կամ այդ նորության հետ կապված կամ ինչ-որ փաստաթուղթ է, որը կարող եք ստորագրել, դա եւս հա ձեզ համար ոնց որ նա էլի լուսավոր կետ է, էլի տրամադրության բարձրացում տեղի կունենա։ Եվ անսպասելի է այստեղ ճանապարհ եք գնալու կամ կտրուկ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ, հա, անսպասելի ձեզ համար։ Ինչ-որ մի բան է, որը պետք է տանից արագ դուրս գա կամ իմանաք, որ պետք է գնաք ինչ-որ միտեղ։ Կամ երեկոյան զգում եք ինչ-որ մի բան չկա, հաց չկա եւ պետք է արագ գնաք հացի։ Անգամ ինձ մոտ եղել է նման արագ դուրս գալը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 2-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը առաջ խաղացում ունեք, զարգացում ձեր գործերում, հարաբերություններում, հա, գուցե առողջության հետ է դա կապված, ինչ-որ մի բան է, առաջ է գնում ձեզ մոտ։ Նաև որվա ընթացքում կտատանվեք, ծանրութ հետևեք անում, ինչ-որ ընտրության առջև եք նաև կանգնած։ Գործերը շատ չեք կարողանում գցել առաջ, միգուցե մասնագետի հետ է կապված, միգուցե չեք կարողանում դուք ինքն այդ գցեք առաջ, դիմում եք մասնագետին, որպեսզի մասնագետը ձեզ օգնի, կամ մասնագետի հետ է դա կապված։ Ոնց որ ինքը կարող է ձեր գործերը առաջ չի գցում, օրինակ մեքենան, հա, դեռ ոնց որ չի սարքել, որ գնաք ինչ-որ միտեղ։ Այդպես, ինչ-որ մի բան է, որ նաև ձեր առաջ խաղացումը, ձեր ինչ-որ մի գործեր անելը կախված է նաև ոչ մասնագետից։ Եվ հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 9-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև գործեր չեք կարող առաջ մղել, որովհետև օձեր կան, օձերի պատճառով է։ Գուցե իրենց պետք իրենց ոնց որ դեմքին եք նայում, որ ինչ որ մի բան անեք կամ շատ կարևոր է, հա, մի խոսքով, որ իրենք ինչ որ մի բան առաջ տանեն ձեզ համար։ Եվ իրենք չեն անում, դա համար կանգնած է։ Չեք կարող շատ բան առաջ տանել։ Եվ նաև օրվա ընթացքում գումար կծախսեք կամ նաև գումար կգա ոմանց մոտ, գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք եւ զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք, ոմանց մոտ սա հարաբերություններն է, ոմանց մոտ առողջությունը, հա, եւ այլն աշխատանքը, բիզնես, ինչ որ բաներ ձեզ մոտ զարգանալու է, առաջ է գնալու։ Եվ այդ օրը ոչ է հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնում։ Միգուցե դա հենց օձերի պատճառով, այստեղ նաև երկիեսանի մարդիկ կան, դրանց չէի տեսել։ Երկիեսանի մարդիկ, օձեր, հա, ոնց որ ձեզ այնպես են անում, որ դուք հնարավորությունը ձեր ձեռքից բաց թողնեք եւ այդ գործերը չանեք։ Պետք չի այդ օր իրենց լսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 9-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը առավոտյան ոչ է լուսավոր մի բան է ձեզ հետ տեղի ունենալու, որ ինչ-որ մի լավ բան է, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Օրվա ընթացքում ինչ-որ բաներ են փակ, կամ ժամի մեջ չեք տեղավորվում, կամ ժամանակին ճիշտ տեղում չեք եղել, կամ այդ ժամին այլևս ոնց որ չեք կարող ինչ-որ բան անել։ Եվ ձեզ կարող են մոլորեցնել այդ օրը, եւ ձեզ կարող են ինչ-որ բաներ համոզել, որը հաստատ սուտ է, հա, մի այդպես վստահեք, աչքերը փակ։ Հատկապես հա այդ ինչ որ կարող է փակ է, դրանից հետո հա ինչ որ մարդիկ լինեն, ասեն, արի սենց արա, արի նենց արա, արի ստանեմ այս մարդու մոտ թող սենց անի։ Մի հավատացեք ոչ ոքին այդ պահին։ Ուղղակի պետք է հասկանալ, որ եթե հիմա գիտեք արդեն, եթե վաղը ինչ որ մի բան ձեզ համար ժամի հետ է կապված, ուրեմն այնպես պետք է անեք, որ ճիշտ ժամանակին հասնեք տեղ։ Անեք դա։ Հա որ կարողանաք ինչ որ մի բանի հասնել։ Եվ որ վերջ այստեղ ոչ է կինը, որը այդքան էլ լավը չէ, այդ կինը եւ հանկարծակի լուր կլսեք, կամ այդ կնոջ մասին կլսեք, կամ այդ կինը որևիցե լուր կասի։ Հանկարծակի, անսպասելի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին փետրվարի 9-ին։
Հարգելի օձեր, այդ օրը կամ ձեր տարիքի ոչը մեկի հետ կարող հանդիպել կամ օձեր են, նաև երկեսանի մարդիկ կան, ովքեր որ շրջապատած են ձեզ։ Ոչ է փաստաթուղթ կարող է համոզեն ձեզ ստորագրեք կամ համոզեն որ չստորագրեք, ոչ է փաստաթուղթ կարող եք ստանալ, որտեղ այնտեղ ինչ որ հստակ մեկն է գրել, ով որ տհաճ է ձեզ, ով որ զզվելի է, ինչ որ այդ փաստաթղթի մեջ է ինչ որ բաներ է գրել այդպես։ Երկեսանի մարդիկ կան, ում կարող է կիսվել, հա, ինչ որ թեկուզ եթե ձեր սիրելին է ձեզ նամակ գրել կամ ինչ-որ մեկը հավանում եք ձեզ նամակ է գրել այդպես դա է, պետք չի կիսվել, որտեղ այստեղ երկեսանի մարդիկ կան եւ այդքան էլ չեն օգնի ձեզ։ Կամ իբր ուրախ են ձեզ համար։ Բայց եթե ինչ-որ մի փաստաթղթի հետ կապված հարցեր են, որ ուզում եք ինչ-որ մեկը օգնի, նայեք մյուս կողմում օձը, մյուս կողմում երկեսանի, ինչ-որ դժվար հարց է դա։ Եվ հետո արդեն կարծես թե օրվա մեջ դիմում եք ոչ է մասնագետի, ոչ է երիտասարդ տղա է, կամ տղայի հետ է կապված, որ դիմում եք մասնագետի, կամ այդ մասնագետը երիտասարդ տղա է։ Մասնագետի հետո կարող է հանդիպում եք նաև ոչ է երիտասարդ տղայի կամ ծանոթանում եք ոչ է երիտասարդ տղայի հետ։ Ամենայն դեպս մասնագետի հետ ինչ-որ հանդիպում կամ խոսակցություն կա այդ օրը։ Միգուցե այդ փաստաթղթի հետ է կապված, միգուցե ինչ-որ մի բան է։ Եվ երեկոյան գորգռում եք ինչ-որ մեկի վրա։ Գուցե երեխաների վրա, կարող ուշ են տուն գալիս, կամ ինչ-որ կարող նյարդային պահեր են այստեղ, գորգռում եք, հա, ոնց որ խոսալու ընթացքում այդպես ոգևորված գորգռալով կիսվում եք, որ չկարողացաք ինչ-որ բան անեք այդ փաստաթղթի հետ կապված, կամ նամակի, կամ տեսար, որ դա ինձ գրել էր, կամ նման, որ չէ պահել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ձերի։ Ինչ է սպասվում ձերին փետրվարի 9-ին։ Հարգելի ձեր, այդ օրը ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, նաև երկար սպասված ոչ է նամակ կստանաք, տեղեկատվություն, նա օրը փաթեթ է, որը սպասում եք կգա։ Օրվա ընթացքում երգ եք փնտրելու եւ այդ երգը փնտրելու ժամանակ ինչ որ մի հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, ինչ որ մեկը մի բան է ասում, առաջարկում է եւ այդ պահին ասում եք, չէ, հետո փոշմանում եք։ Նաև օձեր կան այդ օրը կամ գալիս են ձեր տուն հյուր, կամ մտնում են ձեր ընտանեկան կյանք, կամ ինչ-որ պահեր են այստեղ, որ դա օծություն են անում, նախանձություն է սա, բամբասանք է։ Եվ տան հետ կապված հարցեր են։ Միգուցե երեկոյան տունը մարդիկ են գալիս, կամ պետք է մնան ձեր տանը, կամ ինչ-որ մի բան է ընտանիքում, որը նստում եք տան հետ կապված ինչ-որ հարցեր եք քննարկում, տունը վաճառենք, տեղափոխվենք, սա անենք, նա անենք, հա ինչ-որ պահեր են։ Կամ շատ կարևոր օր է կարող է, եւ երեկոյան որոշում եք տեղափոխություն անել ինչ-որ մի բաներ ձեր տանը։ Քանի ոնց որ տանտեղամարդը տունն է, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, կարող առիթ է, ծնունդ է։ Գնայինք այծերին, նաև ոչխարներ։
Ինչ է սպասվում այծերին փետրվարի 9-ին։ Հարգելի այծեր, այդ օրը առավոտյան օձեր կան, ձեր շրջապատում նախանձ մարդիկ, այդպես վերաբերմունք, ձեզ կախված է թե դուք որտեղ եք լինելու այդ պահին, եւ իրենք որտեղ են լինելու։ Էմոցիոնալ կլինեք բավականին շատ, ձեր գործերը առաջ կգնան, զարգացում ունեք գործերում, առողջության մեջ, հարաբերություններում, որը որ կա, հա, այստեղ ինչ որ կաղում է ձեզ մոտ, դա առաջ է գնում այստեղ։ Եվ դե էմոցիոնալ եք բավականին շատ, ուրախ եք, որ ինչ-որ բաներ առաջ է գնում։ Նաև այստեղ տան հետ կապված հարցեր են, որոնք որ պետք է լուծեք, միգուցե տեղափոխվում եք, հյուրեր են, առիթ է, ինչ-որ մի բան է, հա, տան հետ կապված, ընտանիքի անդամների հետ կապված։ Եվ ճանապարհ եք գնալու կամ ուշ ժամին նաև ձեզ մոտ կարող են ինչ-որ մարդիկ գալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 9-ին։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 9-ին, սա երկրորդ անգամ եմ տեղադրում, չգիտեմ ով է դիմացը նայում։ Հարգելի կապիկներ, այդ օրը շատ աշխատանք կարող եք ունենալ կամ ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք հարցազրույցի կգնան, ոմանց բիզնեսը առաջ կտանեք, ձեր գործերը առաջ կտանեք։ Նաև հանդիպում պետական աշխատողի հետ, ինչ որ հարցում ելք եք փնտրելու, նաև սեղանի շուրջ նստած եք անգամ դրա մասին մտածելու, ինչ որ ծանր ու թեթև եք անելու, այդ ելքը որ հաց ուտելուց չէ, մարդը ավելի շատ կարող է կենտրոնանալ, եթե հատկապես կողքից ոչ մեկ չի խոսում։ Կամ ինչ-որ մի բան կարող են առաջարկել ձեզ, որը դուք ելք եք փնտրում եւ սեղանի շուրջ նստած, ինչ-որ մարդիկ ովքեր գիտեն դրա մասին, ինչ-որ բան են ձեզ առաջարկում այդ թեմայի վերաբերյալ։
Եվ օրվա ընթացքում կամ ինչ-որ մի բան է դանդաղում, կամ դուք եք գնալու ոչ միտեղ երկար մնալու, ինչ-որ գործեր անելու եւ այլն, կամ ինչ-որ մի բան է կանգնած, չի գալիս, չի լինում դեռևս։ Եվ կտրուկ կամ այդ ամեն ինչ որ կանգնած էր կլինի, կամ դուք ոչ անսպասելի քայլ կարող եք անել ինչ-որ հարցին լուծում տալու համար, կամ նաեւ ինչ-որ անսպասելի մի բան է տեղի ունենալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին փետրվարի 9-ին։ Ինչ է սպասվում աքաղաղներին փետրվարի 9-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը առավոտյան ինչ-որ հարցին լուծում տալու համար ելք եք փնտրում։ Նաև ոչ է մի լավ բան տեղի կունենա, լուսավոր մի բան, որը ձեր տրամադրությունը բավականին կբարձրացնի։ Եվ հետո ինչ-որ նամակ եք ստանում, փաստաթուղթ եք ստանում, SMS կամ ինչ-որ բահերա, ինչ-որ բաներ պետք է ստորագրեք, գրգռում եք այդտեղ, կամ ինչ-որ բան եք նկատել այդտեղ սխալ, կամ այդ փաստաթուղթն է, որը մեղավոր է, կամ նամակը, որը որ ձեզ գրել են, կատաղում եք, որ ձեզ ինչու են գրել, հա, եւ պես գորգռում եք։ Նաեւ երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում այդ օրը, եւ պետական հիմնարկության հետ կապված հարցեր են, դա կարող է լինել բժշկական կենտրոն, բանկ եւ այլն։ Ուսման կենտրոն, յուրաքանչյուր տեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 9-ին։
Հարգելի շներ, այդ օրը չգիտեմ ինչու առավոտյան արդեն իսկ հուզված հնարավոր է երազեք տեսել խառը հնարավոր է հուզված ինչ-որ մի տեղ եք գնում այդ օրը առավոտյան, համար հուզվել եք արդեն իսկ նաև օրվա ընթացքում ոչ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք։ Գուցե այդ հուզված լինելուց է չեք զգում ինչ-որ մի հնարավորություն, որը բաց եք թողնում։ Եվ սպասում եք, միգուցե ում որ սպասում եք գալիս է, որովհետև բարձր տրամադրություն ունեք կամ այդպես բարձր տրամադրությամբ սպասում եք ինչ-որ մեկին։ Եվ օծեր կան, հնարավոր է նաև որ հուզվում եք կամ արտասում եք օծերի պատճառով է, կամ գնում եք աշխատանքի այնտեղ են օծերը կամ ինչ-որ մի բան է, որը այստեղ եւս օծեր են կամ առավոտյան շուտ արդեն իսկ ոնց որ կծում են ձեզ, հուզվում, այդպես նոր գնում եք օրինակ աշխատանքի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք վարազների։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 9-ին։ Հարգելի վարազներ, այդ որ ինչ-որ առավոտյան ինչ-որ մի բան չի ստացվում ձեզ մոտ, կապված է ճանապարհի հետ։ Խնդիրներ կան, ավտոբուս չկա, ավտոբուսը գալիս է լիքը եւ այլն, ինչ-որ բաներ են այստեղ, հատկապես եթե մեքենայով եք, ապա ստուգեք, սարքին է ամեն ինչը նոր, կա արդյոք բենզին թե վերջացավ, թե ճանապարհին եք մնալու, ինչ-որ բաներ են այստեղ ճանապարհի հետ կապված։ Ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, միգուցե հենց դա է։ Օրվա ընթացքում շատ սեր կստանաք, նաև սիրո խոստովանություն, եւ շատ սեր ձեր շրջապատից, ձեր ընտանիքի անդամներից, հարազատների շրջապատում եք կամ առիթ է այդ օրը եւ դամար ուրախ եք, այսպես տրամադրությունը բարձր։ Նաև ինչ-որ մի բան կարող է տեղի ունենալ, տան հետ է կապված, ընտանիքի անդամների հետ է կապված, որ ձեզ եւս ուրախացնում է այդ սիրտը լցնում է, այդպես սիրտը ուրախ է։ Եվ տան հետ էլ կապված կարող է ուղղակի հյուրեր եք ունենում կամ առիթ է կամ որոշում եք իրերը տեղափոխել, այդպես կարող է հանգստանում եք, ինչ որ մի ձևով ես գիտեմ վարազով որ տեղափոխում է եւ նա հանգստանում է, ընդհանրապես շատ վարազներ կան կարծես թե։ Եվ դեռ կարող է ինչ որ ուբորկա է կանում։ Իսկ երեկոյան օծեր կան, օծեր կարող է լարված մթնոլորտ են ստեղծում, նախանց, բամբասանք, այդպես, վատ վերաբերմունք նաև ձեր նկատմամբ, կարող է կասիրը լինի անգամ, որ մեկ կան, ապրանքները քիչ եմ մնում տան գլխների, տեսակ կոպիտ, գրեհիկ, իրենց տան եղացածը բերում թափում են ժողովրդի գլխին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։